Ես Սիրիուսն եմ, բարև ձեզ։ Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել Հայաստանի ամենագեղեցիկ ու հիշարժան վայրերից մի քանիսով։ Եթե Հայաստանում եք ապրում, գուցե այս տեսարանները նորից ստիպեն սիրահարվեք մեր երկրին, իսկ եթե արտերկրում եք, հուսով եմ դրանք ձեզ մի փոքր կհիշեցնեն հայրենիք ու կթեթևացնեն կարոտը։ Եկեք միասին շրջենք Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններով։ Լայքեք անպայման այս վիդեոն, թող տարածվի ամբողջ աշխարհով, որ ովքեր էլ մեզ հայերից չգիտեն, իմանան ու տեսնեն, թե ինչքան հրաշքներ կան Հայաստանում։ Ու մեկ էլ չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, դա ինձ մոտիվացնելու ամենալավ միջոցը կլինի։ Խոր Վիրապը Հայաստանի ամենահայտնի սրբավայրերից մեկն է։ Այստեղից բացվում է Արադ լեռան ամենատպավորիչ տեսարանը։ Այս վայրը կարևոր նշանակություն ունի մեր պատմության եւ քրիստոնեական ժառանգության համար։ Այստեղ ամեն այդ յուրահատուկ զգացողությունը պարգևում։ Տաթեւի վանքը հայկական ճարտարապետության իսկական գլուխգործոցներից է, այն կանգնած է հսկայական կիրճի եզրին, բնության աննկարագրելի գեղեցկության մեջ։ Դարեր շարունակ այն եղել է գիտության եւ հոգեվոր կյանքի կարևոր կենտրոն, այստեղ յուրաքանչյուր տեսարանից պարզապես շունչ է կտրում։ Սևանը Հայաստանի կապույտ գանձն է։ Նրա ափին կանգնած Սևանավանքը դարձել է երկրի խորհրդանիշերից մեկը։ Այստեղ բնությունն ու պատմությունը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ։ Սա այն վայրերից է, որը պետք է տեսնել գոնե մեկ անգամ։ Գառնու տաճարը Կովկասում պահպանված միակ հեթանոսական տաճարն է։ Այն արդեն հազարավոր տարիներ հիացնում է իր ճարտարապետությամբ։ Այստեղ կարելի է զգալ Հայաստանի հին պատմության շունչը։ Այս վայրը յուրահատուկ է ամբողջ տարածաշրջանի համար։ Շաքի ջրվեժը Հայաստանի ամենագեղեցիկ բնական հրաշքներից մեկն է։ Ջրի հզոր հոսքն ու շրջապատող բնությունը ստեղծում են անմոռանալի տեսարան։ Այստեղ ամեն ինչ լցված է խաղաղությամբ ու թարմությամբ։ Բնության սիրահարների համար սա իսկական դրախտ է։ Վարդանանց հրապարակը Գյումրիի սիրտն է։ Այն շրջապատված է քաղաքի գեղեցիկ ու պատմական շենքերով։ Այստեղ միշտ կարելի է զգալ Գյումրիի յուրահատուկ ջերմությունն ու մշակույթը։ Այս հրապարակը քաղաքի ամենասիրված վայրերից մեկն է։ Հայքի հրապարակը Վանաձորի գլխավոր խորհրդանիշերից է։ Այն քաղաքի ամենակենդանի եւ մարդաշատ վայրերից մեկն է։ Այստեղից սկսվում է Վանաձորի առօրյան ու քաղաքի կյանքը։ Հրապարակը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Ամբերտ ամրոցը կանգնած է բարձր լեռների գագաթին, հսկելով շրջակայքը։ Այն Հայաստանի ամենահզոր միջնադարյան ամրոցներից մեկն է։ Այստեղից բացվող տեսարանները պարզապես ապշեցուցիչ են։ Այս վայրը պատմության եւ բնության կատարյալ համադրություն է։ Խնձորեսկի ճոճվող կամուրջը Հայաստանի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից է։ Այն միացնում է կիրճի երկու կողմերը, ստեղծելով անմոռանալի զգացողություն։ Այստեղ յուրաքանչյուր քայլը նոր տպավորություն է բերում։ Սա վայր է, որը երկար կմնա ձեր հիշողության մեջ։ Արարատ լեռը յուրաքանչյուր հայի սրտում առանձնահատուկ տեղ ունի։
Այն մեր պատմության, հավատքի եւ ազգային ինքնության խորհրդանիշն է։ Թեև այսօր լեռը Հայաստանի սահմաններից դուրս է, այն շարունակում է մնալ մեր հոգեվոր խորհրդանիշը։ Արարատը պարզապես լեռ չէ, այն հայրենիքի հավերժական պատկերն է։ Նախքան ավարտենք այս փոքրիկ ճամփորդությունը, ուզում եմ մի բան ասել։ Հայաստանը պարզապես մի երկիր չէ, այն մեր արմատներն են, մեր պատմությունը, մեր հիշողությունները ու մեր տունը։ Եթե այսօր Հայաստանում եք, գնահատեք ու սիրեք այս գեղեցիկ երկիրը։ Իսկ եթե տարիներ շարունակ հայրենիքից հեռու եք, թող այս տեսարանները մի փոքր ջերմացնեն ձեր սիրտը ու հիշեցնեն, որ Հայաստանը միշտ սպասում է ձեզ, որտեղ էլ լինեք աշխարհում։ Եկեք միասին պահպանենք, սիրենք ու հպարտությամբ ներկայացնենք մեր հայրենիքը, որովհետև Հայաստանը իսկապես մեկն է եւ այն մերն է։ Իսկ վերջում փոքրիկ գովաստ։ Այս իմ YouTube-յան ալիքը ժամանցային ալիք է։ Ալիքի գլխավոր թեման դա խաղերն են։ Խաղում ենք PUBG, FIFA, Roblox եւ նմանատիպ տարբեր խաղեր։ Խաղում եմ նաեւ Hustle Online, նույն ինքը Radmir RP։ Խաղը կարող եք բոլորդ քաշել, թե համակարգիչներով, թե հեռախոսներով ու միանալ մեզ։ Նույն GTA խաղն է, այստեղ դու ես որոշում ինչպես գումար աշխատել, օրինակ բժիշկ, տաքսիստ կամ գանգստեր։ Այստեղ դու ես որոշում ինչ մեքենա քշել, ինչքան իրական կյանքում մեքենաներ կան, նույն մեքենաները կան նաև Hustle Online խաղի մեջ։ Դու ես որոշում ինչպիսի տուն ունենալ եւ ում ընտանիքից լինել։ Ես բոլորից սպասում եմ Hustle Online 18-րդ սերվերում։ Անպայման քաշեք եւ միացեք մեզ սթրիմերին իրար հետ խաղանք։